Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին։ Երաժշտական ընտանիքի մի զավակ, երաժիշտներ ծնողները, հայրը, մայրը, ինքն էլ երաժիշտ, մի խոսքով տաղանդավոր ընտանիքի մի տաղանդավոր զավակ, Գրիգոր Պողոսյան։ Ողջույն ստիպեցեմ Գրիգոր ջան։ Բարև Գրիգոր ջան, ո՞նց ես։ Շատ լավ, որ ձեզ մոտ եմ շատ լավ, մեծ վարպետ, մեծ լավ մարդ։ Ուրախ եմ ես էլ Գրիգոր ջան, որ իմ մոտ ես, որովհետև հայրդ էլ ա եղել ինձ մոտ, ափսոս մայրիկից չհասցրեցինք։ Ուրախ եմ, որ այսօր քո հետ զրուցելու ենք, շփվելու ենք, խոսենք եւ ծնողներից հետ, եւ քո գործերից, եւ ընդհանրապես։ Ինչ է կատարվում քո հետ այս երկրում։ Մեծ սիրով։ Նախ ես կուզենամ մի քանի խոսքով պատմես Հայաստանում ապրած տարիները, ծնվեցիր, սովորեցիր որտեղ երաժշտականից, հետո ուր գնացիր ու երբ եկաք ստեղ ու ինչով սկսեցիր զբաղվել, մանրամասն խոսենք։ Պատմի քո մասին, սկզբնական այդ շրջանում։ 80 թվականին ծնվել եմ։ Տարիները անցել է։ Ես զբաղվում եմ գիմնաստիկայով, սպորտով։ Ճիշտ ասած երաժշտության հետ կապ չեմ ունեցել նախնական շրջանում, բայց քուրս այդ վաղտերը նվագում էր դաշնամուր, սովորում էր դաշնամուր, երբ որ վաղտը եկա, որ պետք է ընդունվեր Ռոմանոս Մելիքյան, ուսումնարանը, այո, ուսումնարան, ես բնականաբար ասեցի, որ ես էլ եմ գալի քո հետ, դե բնականաբար պապային կասին ոնց ինչ դեպ, ես ասի ես կանեմ, Նորայ Շարոյան դհոլահար մեր մեծ վարպետը մեր լավ ընկերը, շատ տաղանդավոր մարդ, շատ լավ մարդ, լավ երաժիշտ։ Գնացի, խնդրեցի, հենց մեր փողոցում էին ապրում, երկու տուն ներքև։ Գնացի, խնդրեցի, մեծ սիրով համաձայնվեց։ Այո, ես ունեի 6 ամիս ժամանակ, որ 6 ամսում պետքա պարապեի, ոնց որ ձեռք բերեի նոր մասնագիտություն, եւ տենց համաձայնվեց։ Իր շնորհիվ, իր ուսման շնորհիվ ես կարած այդ 6 ամսում տիրապետեմ գործիքին ու քրոջս հետ գնացինք ընդունվեցինք Ռոմանոս Մելիքյան ուսումնարան։ Եվ այդպես սկսեց իմ երաժշտական կյանքը։ Այո։ Իսկ բանը ով էր առաջի ուսուցիչը, ով էր ու մոտ էր սովորում։ Առաջի ուսումնարանում ճիշտ ասած չեմ կարա հիշեմ անունները։ Լավ, քո առաջի ուսուցիչը։ Վարդանյան կար, դե սոլֆեջոյի դասատու կար, Չէ, քո մասնագիտության դասատուն։ Մասնագիտության դասատուն դհոլ իմ եղել է Նորայ Շարոյանը, միայն։ Դա է, միայն իրան ես։ Այո, միայն ինքն է։ Շատ արժանի մարդ, արժանի երաժիշտ, լավ ընկեր։ Հետո սովորեցիր, այնտեղ ավարտեցիր։ Այնտեղ խմբերում որևէ խմբում դու աշխատեցիր։ Դե այն վաղ կոնսերվատորիայում Շարունակեցիր դու կոնսերվատորիա, Չէ, ես կոնսերվատորիա չշարունակեցի, բայց կոնսերվատորիայում ժող բաժինը որ կար, երաժշտական բաժինը, ես գնում էի այնտեղ իրանց հետ ոնց որ նվագում էի, նվագակցում էի իրանց, բայց Ռոմանոսում էի ես սովորում։ Այնտեղ կոնսերվատորիայում դոլ չկար, այդ շրջանում ես գնացի կոնսերվատորիայում երաժշտական այդ բաժինը նվագում է իրանց հետ։ Ընդհանուր որևէ խմբում ունեցա պարային խմբերում եմ, չէ, միայն խմբում 97 թվին Պապան վերածնունդ համույթ խումբում էր, 96 թե 97 թիվներ, որ ստեղծեց, այդտեղ եմ նվագել, շրջագայություններ եմ գնացել հայրիկիս հետ, ու տարբեր պարային խմբերում եմ նվագել, մեր պարիպետականի փոքրների խմբում էի այդ ժամանակահատվածում նաև գնում, այդենց ընդհանուր, այդենց երաժշտական կոնկրետ խումբ մենակ եղել է հայրիկիս։ Որ թվին եկաք Լոս Անջելես։ 2009 թվին եկանք Լոս Անջելոս։ Դու քո գործ կտար քեզ մի անգամ այս արվեստի։ Ես որ եկա 2006 թվականին հայրիկիս հետ ստեղ էին արդեն։ Ես 2009 Դուրս եկար, իրանք ավելի շուտ։ Այո, իրանք 2006-ին էին եկել, հետո նենց ստացվեց, որ իրանք որ պետք է արդեն հետ գային, մենք green card շահեցինք։ Եվ այդ ոնց դու ես ու կինս։ Կինը։ Կինս շահեց ավելի ճիշտ։
Եվ տենց դե արդեն էլ իրանց գալը Երևան, Հայաստան ոնց որ անիմաստ էր, մենք ասեցինք դե էլ մի եկեք, մենք մի տարվա ընթացքում դե գրին կարտը որ շահում եք, այդ ժամանակահատվածը մի տարի տևում է։ Եվ տենց 2009 թվին եկանք ստեղ, փառք Աստծո, բոլոր լավ ընկերներ ունենք, բոլոր երաժշտական տղեկի հետ ամեն ինչ հետ ծանոթացանք ու տենց ոնց որ էլի իմ երաժշտությամբ գնացի առաջ։ Ուրեմն պատճառը եղել է քույրդ, որ դու սիրել ես այդ գործիքը, դարապես որ գնացել ես երաժշտության գծով։ Այո, քույրս։ Բայց դու չէիր կարող չգնալ, որովհետև քո մեջ այդ գեները կային, մայրդ շատ հայտնի, շատ ճանաչված ու շատ տաղանդավոր կանոնահարուհի, հայրդ հրաշալի երգիչ Պապին Պողոսյան։ Մեր այսօրվա մեր լեգենդներից մեկը, կենթանի լեգենդներից մեկը, որտեղ հայ երկարվեստում ինքն էլ իր լուման ունի ու շատ մեծ գործ արի հայկական ժողովրդական երգի զարգացման, ռոպագանդման եւ տարապես շատ սիրուն մատուցման գործում։ Ուրեմն հետաքրքիր է, բացի երաժշտությունից դու ստեղ ինչ-որ բանով էլի զբաղվում ես, թե չէ, որտեղ մարդիկ կան, որ բիզնես բան են անում, բայց նաեւ երաժշտության մեջ կան։ Չէ, բիզնես բան չունեմ, ես երաժշտության մեջ եմ։ Կա Սոնա Վարդանյանի գլխավորություն Sonata Music School, որտեղ որ ես դասավանդում եմ, ունեմ մոտավորապես մի 28-ից 30 աշակերտ, լավ երեխեք ունենք, հայկական, մեկ էլ Մեծո Garden ռեստորանում, ամեն ուրբաթ-շաբաթ կիրակի մենք էլի ընկերական Այդ խումբ եք կազմել, այո, էլի ընկերական մթնոլորտում խումբ ունենք, որտեղ որ ուրբաթ-շաբաթ կիրակի աշխատում եմ։ Ես եղել եմ ու շատ լավ եք անցկացնում, շատ ճոխ ու լավ անցնում ձեր երեկոները, ես մի երկու անգամ եղել եմ։ Ինչ երեխաներ ունես, մի տղա աղջիկ։ Երեխաներ ունենք 5 տարեկանից մինչև 20 տարեկան։ Այդ դպրոցում։ Դպրոցում։ Իսկ քո երեխաները։ Իմ երեխաները 2 աղջիկ ունեմ։ Իմիջիայլոց այսօր իմ փոքր աղջկաց ծնունդն է, որին շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ սրտանց։ Կարինաս եւ Սուսանաս արդեն մեծ աղջիկներ են, մեծս 23 տարեկան է։ Փոքրս արդեն 20 տարեկան դարավ։ Շատ լավ, շատ ուրախ եմ քո Մարգարիտ ջան։ Իրանք կուզենայիր քո ծանոթ ճանապարհով գնալ, ծնողների քո ինչ մասնագիտության են, արդեն հասուն աղջիկներ են։ Այո, մեծս համալսարան է սովորում բժշկական ուղով։ Փոքրս էլ այդ ուղու վրա է արդեն, էլի նույն ձևի համալսարան է սովորում, էլի բժշկական ուղով։ Շատ լավ։ Երկուսով, այո։ Էլի իրանք էլ երաժշտության գնացել են, դաշնամուր են նվագել, մեծ աղջիկս դաշնակահարուհի է եղել, նվագել է մի որոշ ժամանակ։ Փոքրս էլ ջութակ էր սիրում։ Սկզբից գնաց դաշնամուրի, հետո ասեց ջութակ եմ ուզում, հետո գնաց մի որոշ ժամանակ ջութակի ու տենց ոնց որ արդեն փոխեցին իրանց մասնագիտական մասը։ Շարունակեցին։ Չէ, շարունակեցին արդեն բժշկական գծով, այո։ Լավ բժիշկն է լավ արվեստագետ է, չէ՞։ Այո։ Դա լավ է, դա լավ արվեստ չէ, թե լավ բժիշկ ես, լավ անպայման։ Ամեն ինչի լավը լավ արվեստ է։ Ամեն ինչը ապայարք է։ Այո։ Ասում ես քո կուրքը, ասեն կուրքը մի քիչ շատ այնց շաբլոն է ճում, բայց կուրքը դե հոլի կծոբա նորիկն է եղել, հա։ Այո։ Նորա Շարոյան, այն վաղ կային Ալիկ Փեշոյան, այո, մեծ վարպետներ կային բոլորին, բայց իմ առաջի ուսուցիչը Նորա Շարոյանն է եղել ու տենց ոնց որ իրանով ես համ ուժեղացել եմ, համ առաջնորդվել եմ, մինչև առայժմ էլ մենք իրար հետ խոսում ենք, զրուցում ենք։ Իսկ երաժիշտներ ունակ հրաշալի երաժիշտներ Էֆոն, այո, Էֆոն շատ մեծ երաժիշտ է։ Էֆոն Ջոնին շատ լավ իրանց հետ կապ կա շփվում ես։ Ընդհանրապես տենց ամենօրյա տենց կապ չկա, բայց երբ որ գալիս են այստեղ տեսնում ենք իրար, ջերմ հարաբերությունները, իմ լավ ընկերներն են, բոլորին հարգում եմ, սիրում եմ իրանց արած աշխատանքի համար։ Եղավ Գերիկ ջան, մեր առաջի մասը ավարտվեց հաղորդման, հիմա մենք ասենք գովազդի, նորից կշարունակենք մեր խոսակցությունը։ Ուրեմն գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ լավ ընկերոջ, կրտսեր ընկերոջ հետ, իմ լավ ընկերոջ, իմ տաղանդավոր ընկերոջ տղայի հետ, Պապին Պողոսյանի որդու հետ,
Գրիգ Պողոսյանի հետ գովազդի արդյունի եթեր։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Գրիգոր Պողոսյանի հետ, հրաշալի մի մարդու եւ լավ երաժշտի, լավ դհոլոհարի հետ։ Գրիգոր ջան, դե մայրդ այդպես քիչ առաջ ասվեց կանոնահարուհի, որ աշխատում էր Արամ Երանգոլյանի անվան մեր ռադիոյի եւ հեռուստատեսության երաժշտական գործիքների նվագախմբում, հայրդ էլ մեներքիչներ այդ նվագախմբի։ Դե պարզա շատ ժամանակ ասում են, որ արվեստագետներ երեխաները մեծանում են կուլիսներում։ Մեկի երեխեքն էլ մենք որ գնում ենք մեր մարզերում ելույթների հետները ստանում ենք կուլիսներում էին քնում։ Չգիտես հարմար ասում ենք, որ գործիքների են բաները կար, բան էլի, որ գործիքները դնում էին դրա մեջ, դրա մեջ էին քնում երեխեքը։ Շատ ժամանակ ուտեց մեծացել են այդ աղմուկի հետ երաժշտության այդ բանի տակ։ Wel երևի տենց եղել է, որ կուլիսներում ես մեծացել։ Ես կուզեմ իրանց մասին մի քիչ խոսես, որովհետև երկուսն էլ ափսոս մայրդ հիմա չկա, մենք շատ շուտ կորցինք իրան, շատ մեծ ցավ էր մեր բոլորի համար էլ, որովհետև շատ կարգին կին էր, շատ կարգին մարդ էր եւ շատ լավ մայր ա եղել, լավ կին իր ամուսնու համար։ Ես կուզեմ իրանց մասին խոսես ու հայրիկիդ մասին, տանը խիստ է, ոնց է դու։ Հետո գիտես, ես բան կարողանաք մեծ պատասխանատվություն ա լինել շատ ճանաչված հայտնի մարդու զավակը։ Դա ինչ որտեղ լավ է, ինչ որտեղ խանգարում է։ Երևի շատերը, որ ուզում են ինքնուրույն լինեն, բայց այդ անունը, որ այդ կա կպածված։ Հիմա քո մոտ ոնց է, ես կուզեմ իրանց մասին խոսես ու իրանցից մի քիչ պատմություններ պատմես։ Մեծ սիրով։ Հայրիկիս, մայրիկիս հետ մենք եղել ենք լավ ընկերներ։ Ամեն հարցում համ հայրիկիս հետ եմ կիսվել, համ հայրիկիս հետ եմ կիսվել։ Իրանց երբ որ փոքր ենք, հիշում եմ, որ գնում էին ռադիո, միշտ համարյա ինձ հետները տանում էին, դենտեղ ձայնագրություններ կար եւ այլն եւ այլն։ Ես էլ այդ ձեր ասածի պես կուլիսների կողքը միշտ տենց միջև ժամը 2-3-ը իրանք այդ ռադիոյում ձայնագրությունների մեջ էին։ Այն վաղտը իմ համար մեծ պատիվ էր վարպետ մարդկանց կողքը լինելը։ Այրանց մասին։ Այո, շատ։ Եվ խոսենք առանձին դի խոսենք այդ մեծերից հետո մետե շփե ոնց հիմա դու պապի մամայից եւ պապայից հայրիկից մայրիկից։ Մամայից հետ մի քիչ ավելի շատ եմ կիսվել իմ կյանքում։ Ավելի ինչ որտեղ քաշում էի, չէ։ Պապայից դե քաշում էի, բայց հայրիկիս հետ էլ լավ ընկերներ ենք եղել, շատ հարցերում խորհրդի հարց ա եղել կամ ինչ որ մի ուղի ա եղել, որ կիսվել եմ հայրիկիս հետ, իր խորհուրդներով ես շատ եմ գնացել առաջ, ճիշտ ճանապարհի վրա ընկել։ Վիճաբանություններ երաշտական եղել ա, բայց ես չեմ վիճվել, իրանք են իմ հետ սենց վիճվել, բայց ընդհանուր ընկերներ ենք եղել, ունեցել ենք շատ երկրներ եմ գնացել հայրիկիս, մայրիկիս հետ, ման ենք եկել Պարսկաստան, Բեյրութ, Եվրոպայի Ամստերդամից մինչև Ֆրանսիա բոլոր քաղաքները ման ենք եկել։ Հյուրախաղերով իրանք դու եք։ Այո, պապայի համերգներով գնացել ենք։ Գրիգ ջան, ես խնդրել էի, որ նաև մի տեսահոլովական բան բերեիր։ Դու բերել ես այդ տեսման, որպեսզի մեր իմ տեսահոլովակը, այո։ Մեր հեռուստադիտողին էլ ներկայացնենք քո աշխատանքից։ Կարող ենք հիմա։ Խնդիր չկա։
Շնորհակալություն, շատ լավ էր, բրավո, շատ լավ էր։ Շատ գեղեցիկ էր։ Գիտես ինչ, հիմա քիչ առաջ որ դու ուզում էիր ասել, ես ասա թացեցի քեզ, ասեցի թող մնա, այդ դրա մասին ենք ավա։ Նախ ծնողների մասին խոսացինք, որ խիստ էին կամ բան ու շատ հետները կապված էր, շփում էր հորդ հետ, աղբերներ էի, ընկերներ էի, մայրիկի հետ էլ դե տղաները միշտ աղջիկի հետ են, մայրիկի հետ են կապված, իսկ աղջիկ երեխաները հայրիկի հետ։ Լավ, ինչ մեծ արվեստագետների հետ է շփվել այդ ընթացքում, մեծ երգիչներ, երգչուհիներ, այդ Օֆելիա Համբարձումյան, Ռուբեն Մաթևոսյան, Նորայր Մնացականյան, այո։ Վալյա Սամվելյան, այո, Վալյա Սամվելյան, Արա Գևորգյան, Արցախ։ Իր այդ գործը նվագում ես դու Արա Գևորգյանի Արցախ։ Իմիջայլոց իմ երեխաները այս վերջերս գնացել էին Fox LA ելույթ ունենալու տելևիզիոնայում։ Հեռուստատեսություն ելույթ ունենալու եւ ներկայացրեցին։ Դու նվագեցիր Արա Գևորգյանի այդ գործը։ Ես չէ, իմ երեխեքը նվագեցին Արա Գևորգյանի։ Դպրոցի երեխաները։ Այո, երեխաները դպրոցի։ Այդ ամբողջ բոլորը բեմում քանի հոգի։ 12 հոգի։ 12 հոգի բեմում նվագեցին։ Դա դժվար է, շատ դժվար գործ է, որտեղ նվագելցին իրար չխանգարեն։ Հա, բայց շատ լավ իրանց դրսևորեցին, այո։ Դե լավ, ավարտեց նաև մեր հաղորդման երկրորդ մասը, անցնենք գովազդի, այնուհետև կշարունակենք, Գրիգ ջան։ Սիրելի բարեկամներ, գովազդ ERTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը, իմ եւ Գրիգի զրույցը։ Գովազդը ERTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, հիմա շարունակում եմ զրույցս Գրիգ Պողոսյանի հետ։ Գրիգ ջան։ Դու գերասեր մարդ ես, երևում է, շատ մեծ շրջապատ ունես։ Քո ընկերները հավանում են քո արվեստը, սիրում են քո արվեստը։ Ընկերներ ունեմ, որ հավանում են, ընկերներ ունեմ, որ չեն հավանում։ Չեն ոնց կարող է չհավանել։ Չհավանել է այն տեսակետով, որ երաժիշտ ընկեր է, ու տենց երաժշտության մեջ մենք միշտ իրար հետ հակայենք։ Հա, այդ տեսա, բայց որպես ընկեր իմ լավ ընկերն են, այսօր խնդիր չկա։ Չէ, դե երեխաներից է տեղել է, որ ասեն գնացել, ավարտած երեխաներից քո դպրոցի քո աշակերտներից գնացել են ու արդեն խմբերում հիմա նվագում են։ Այո, 2-3 աշակերտ ունեցել եմ, որ այսինքն քո արդյունքը տեսել ես քո աշխատանքի։ Այո, արդյունքը տեսել եմ, իրանք աշխատել են, աշխատել է հարսանիքներ, ռեստորանում եւ այլն, հիմա էլ նվագում են, երեխա ունեն, որ հիմա չի նվագում, ուրիշ գործով է, բայց մեծամասնությունը շարունակում են։ 3 երեխա ունեն, որ արդեն աշխատում են ու գալիս են մյուսները։ Դե մենք պայմանավորվել ենք, որ դու նաև իրական պատմություններ պատմես։ Կարաս պատմես այն արվեստագետներից, որոնց դու ճանաչել ես մեծերի, իրաց հետ կապված հետաքրքիր դեպքեր, հայրիկիդ հետ կապված հետաքրքիր, քո ընկերների, քո շրջապատի, քո, չգիտեմ, կյանքում ուսանելիության տարիներին։ Արի պատմի իրական պատմություններ մի երկու հատ։ Պատմեմ 98 թվականի, որ առաջ անգամ գնացինք Պարսկաստան, պապայի վերածնունդ համույթներ, էլի մեծ վարպետներով գնացել ենք, ես էլ փոքր երեխա էի։ Գնացինք, հասանք տեղ, մի հատ սեփական մեծ տուն էր, մենք այնտեղ պետք է մնայինք։ Եվ ով որ կանչել էր այդ մարդկանցից, եկա մտա բարև ձեզ բան, դե ընդեղի խոսակցականով չեմ կարա հիմա ներկայացնեմ։ Բարև ձեզ բան, ասես խոսացինք, մեկը ասեց կարող է հեռախոս ունենաք ստեղ։ Ասես նայեցինք մեկս մեկի, տենց ոնց որ աշկս ընկա, մի հատ հեռախոս էր դրած ընդե։ Ասի հենա հեռախոսը։ Եկավ ասեց բա միացրած չի, դու մի ասա ընդեղի էլեկտրականն ու հեռախոսին են նույնն է, միացման տեղերը։ Ասի հենա, միացրեք ընդեղից զանգեք։ Շտեպսել եմ մտցրեց, համարը այն Ֆրանսովի հեռախոսներից էր։ Համարը հավաքեց, դրեց ականջին ու սես ցեն լսանք։ Ալո։ Մեկը սես դրեց, սենց արեց։ Պապին ջան, Էսի էլեկտրականությանը միացրեցինք, դե մենք արդեն այնտեղ խնդում ենք, էլ
ոչ մի բան չկար, արդեն այդտենց ավեշտալի դեպք եղավ Դուբայ ենք գնացել 2002 թվականին։ Դե համերգներով գնացինք նոր տարին, դե մենք հայերով իշքան բան ենք, չէ, նոր տարին ուրիշ ձև պետք է նշենք բան, բերեցին գործիքները այնտեղ մի հատ փոքր տեղ կար հաց ուտելու, գործիքները բերեցինք, դրեցինք, որ նոր տարի ենք անելու։ Հայկական չէ, ռուսներ կան, Դուբայի մարկանցիկ, տերերը հայ չէին, հա։ Չէ, տերերը հայ չէին։ Այդտեղ տենց ոնց որ մենք մեր հայկականով լավ ուրախություն արեցինք, ժամը դե 11-ներ, ասին պոլիսները գալիս են, պետք է արգելում են, հա, դե այնտեղ խմիչքել չի կարելի, արգելում են եւ այլն, ու տենց որ վերջացրեցինք, մի հատ ռուս կին կար, բոլորս sense նստած էինք, մեկ էլ sense կներեք արտաշնորհ պիվեկը ձեռը, sense եկավ, sense արեց, ասեց ես ուզում եմ մի հատ տեսնեմ այն դոհլ նվագող տղային, ասի ես եմ, sense ոգևորված, ասի это я, ռուսերենով, ասեց կարամ մի հատ նայեմ ձեռներդ, հա, հա, ձեռները sense բացեցի, sense այդ, ասեց դու ոնց կարաս, как можешь ласкать девушку такими руками, Ես էլ դե շտարա բերեցի, ասի, когда мое время придет, я свое слово скажу, ու այդտեղ սաղեց ուրախությունից արդեն դե փոքր երեխա է, ես էլ եմ, որ գեղեցիկին ուկրաինկա գալիս է, ասենց նայում ենք սաղեց։ Լավ է, չէ։ Շատ լավ հիշողություններ ունեմ, շատ Էլի ունես պատմություններ տենց գեղեցիկին, ունեմ, չէ, չունեմ։ Ինչ պատմություն էլի կպատմես, մի պատմություն էլ պատմի։ Մի պատմություն էլ։ Այնքան են ես հիմա խճճվում եմ։ Այտենց մի դեպք էլ եղավ, մի հատ լավ ընկեր ունենք, շատ դուդուկահար, անունը չեմ ուզում տամ։ Երբ որ էլի տենց համերգներից հետո տենց մարդիկ մոտիկ անում էին եւ այլն, մի հատ շատ սիրուն կին էլի մոտիկ ասավ մեզ տես բաներ անում եկել այս մեր ընկերս այս կանգնած sense ասեց եթե ասի թշերը տարանց ուռսնելու դուդուկ նվագիկ ընենց կնվագեմ սիրահարվել էր վրեն այդ կինը այդքան սիրուն էր էլի ու տենց էլի բոլորս ուրախացանք տես ժպիտով հումորային մեծ վարպետ այդքան է ես կուզեի քո կարծիքն ու տպավորությունը այսօրվա հայ արվեստի, հայ մշակույթի, հայ ժողովրդական երգի կատարողների, հայ երաժիշտների մասին ինչ կասես, էլի նոր սկսնակ որ ձեր հետևից գալիս են։ Նոր որոնք շարունակում բոլորը վարպետ ջան, բոլորը մեր ընկերներն են, բոլորը լավ մարդիկ են։ Ամեն մեկը իր արվեստի մեջ, իր խոսքը ներդրումն է ինչ որ, այո, ներդրումն է ինչ որ ասում, ամեն բնագավառներ մեզի հոգի հարազատ է, բոլորին է ողջունում ենք, թող Աստվածա բոլորը ամենակարևորը առողջություն լինի, հաջողություն լինի, մարդիկ իրար սիրեն, հարգեն, մնացածը մեկը ուրիշ ոճով է, մեկը ուրիշ ոճով, նա բոլորներ մեզի ընդունելի է եւ հարգելի է։ Երավ Գրիգ ջան, ցավոք ավարտվեց արդեն մեր զրույցը, ուրեմն շնորհակալություն հայտնեմ, որ եկար։ Շնորհակալություն ձեզանից։ Ու հաջողություններ ցանկանալ քեզ, քո ասպարեզում, քո դպրոցի ասպարեզում, թող լավ երեխաներն ու իրանց մեջ անպայման հայավարի մեծացրու այդ երեխեքի հետերը նստի, զրույցի, խոսա։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, մի օր լավ հետաքրքիր համերգ ունենաս քո երեխաներով, կհրավիրես կգանք։ Անպայման մեծ վարպետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միշտ նոր հանդիպում։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր դահոլահար Գրիգոր Պողոսյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Եթե մարդու հագուստը, ձեռքերը, երեսը կեղտոտ են, ոչինչ, լվալուց կանցնի։ Իսկ եթե մարդու սիրտն ու հոգին է կեղտոտ, ինչքան ուզում ես լվա, ներսի կեղտը չի մաքրվի։ Այսքանը սիրելի բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։
Վարպետ ջան, Հաջան, մի հատ կարամ հարց տամ։ իհարկե կարող ես։ Ինձ փոքր վախվանից շատ հետաքրքրել է։ Հա։ Կարմիր գլխակը։ Հա։ Բոլորս գիտենք։ Հա։ Մեջի գայլը։ Գայլը, այո։ Այդ սիրուն աղջկան թողած, կարմիր գլխակին թողած։ Ինչի համար է գնում այդ պարավին ուտում։ Հետաքրքիր հարց ես տալիս։ Շատ է ինձ հետաքրքրել է։ Գիտես ինչ կա, գրիչ ջան։ Երևի սիրտը չի ուզում։